Աշխարհը կլռի, եթե Ադրբեջանը գնա այդ քայլին մեր հանդեպ։ Միանշանակ։ Իսկ այդ որտե չի լռել, այդ որտեղ է աշխարհը դրան բարձրացրել։ Ուկրաինայում ձայնա բարձրացնում։ Կամ որ բարձրացնում է ինչ։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցրել։ Չեք վստահում։ Այդ դեպքում ինչպես կարող եք մեկնաբանել, որ Դիվենսը գնում էր Բաքու, խնդրեցինք մեր կողմից, որ գերիների հարցը բարձրացնի եւ ասում են Եվ բարձրացրեց տվեցին։ Բացի չտալոց Հաջիևը ընդ որում խոսում է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայք Հարությունյանի մասին եւ ինչ է ասում է որ նրանց այդ դատավճիռը դա արդարությունն է, դա տևական ժողովրդի Հաջիևին հանգիստ տվանք, եկեք նայենք խաղաղության համատեքստում, այ որ Վենսը գնաց իբր թե խոսած հայ գերիների մասին, Ալիևի պատասխանը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր գերիներին գտնվող համատես Նյուրնբերգյան դատավարության եւ նացիստների հետ։ Դա Ալիևի խոսքն էր։ Հիմա ըստ ձեզ կա աշխարհում մի հատ պետություն, որ կարող է հայտարարի, որ այս մի պետությունը նացիստական է ու նրա հետ խաղաղություն կնքի։ Դա մեզ ֆաշիստական էր ասում։ Դե դա նացիստական ֆաշիստական։ Ասում եմ, ինչ սա էր անդադ ասում։ Չէ, հիմա կոնկրետ Վենսի խոսքերի արդյունքում մենք դառանք ֆաշիստական, նացիստական պետություն։ Հիմա հարթ Ադրբեջանի նախագահը, որ Հայաստանը համարում է ֆաշիստական եւ նացիստական, մեր խաղաղությունը կնքելու։ Եթե ամփոփենք արտաքին հարաբերությունները ինչպես է գնահատում, արդյոք այս աշխարհը մեզ ճանաչեց Նիկոլ Փաշինյանը, այդքան հանդիպումներ Արարատ Միրզոյանը, այդքան հանդիպումներ։ Շատ վատ է, որ աշխարհը մեզ իրենցով ճանաչեց։ Եվ հետևանքը որն է լինելու։ Հետևանքը արդեն եղել է։ Չգիտեմ, ազգը կարա համախմբից հրատակից դուրս գա թե չէ հարցի երկրորդ կողմն է, բայց շատ վատ է, որ աշխարհի մակարդակով մենք դառել ենք անողնաշար ընդհանրապես։